Անաչառության պատրանք է փորձում ստեղծել Սահմանադրական դատարանը, որ որոշել է հունիսի 26-ի աղմկահարույց նիստի քննությունից հեռացնել քաղաքական անցյալով հայտնի երկու դատավորների։ Որպես մասնագետ պարտավոր եմ հավատալ, որ մարդիկ առաջնորդվում են իրավական տրամաբանությամբ, այլ ոչ թե մարդկանց մոտ ճշմարիտ կամ կեղծ պատրանքներ ստեղծելու մտադրությամբ։ Ուրբաթ Սահմանադրական դատարանը պետք է քննի 7 քաղաքական ուժերի դիմումը, որով Հայաստան եւ Ուժեղ Հայաստան դաշինքները, ԲՀԿ, Միասնության թևեր, Նոր ուժ, ԴՕԿ եւ Հանուն Հանրապետության կուսակցությունները պահանջում են անվավեր ճանաչել հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին ԿՀ որոշում է։ Այդ գործի քննությանը չեն մասնակցի նախկին ԿՊԱ-ական падգամավոր Վլադիմիր Վարդանյանը ու Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը։ Նրանց դատարանը այսպես ասած մեկուսացրել է, քանի որ կանխակալ վերաբերմունք ունեն կողմերից մեկի կամ դատավարության այլ մասնակիցների նկատմամբ։ Նույն կանխակալ վերաբերմունքն ունի ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը, համոզված են Հայաստան դաշինքում։ Ինքը չի կարող անկողմնակալ դատավոր լինել այս վեճում։ Հայաստան դաշինքը դիմում է պատրաստում Սեդա Սաֆարյանի մասնակցությունը ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը անհնարին ճանաչելու պահանջով։ Ինքնաբացարկի հիմքերի առկայության պայմաններում ուղղակի աշխատանքային որոշում կայացնել եւս Սահմանադրական դատարանի ներկայիս դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը այս գործի քննությանը բացառելու։ Սողոյանը հիշեցնում է 2022-ի բարձր դատարանի դատավորի պաշտոնին առաջադրվելիս ազգային ժողովի ելույթում էր Սաֆարյանը ցուցադրել կողմնակալությունը։ Այն ժամանակ, երբ որ ստանձնում էր ազգային ժողովի լսումների ժամանակ, որպես տեխնացու հանդես էր գալիս եւ եզրափակում էր իր ելույթը, այդ ելույթի որպես ուղենիշ սահմանելա մարտի 1-ի գործը եւ արձանագրելա, որ իր համար շատ դժվար է լինելու։ Միայն ԿՊԱ-ականների քվեարկությամբ դատավոր դարձած Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով 2023-ի մարտին Հայաստան խմբակցությունը փորձել էր դիմել Սահմանադրական դատարան, ԿՊԱ-ականները տապալել էին այդ նախագիծը։ Հիմա դիմումն ուղիղ է, փաստաբանն ասում է տրամաբանական կլինի, որ Սահմանադրական դատարանը հեռացնի դատավորին այս գործի քննությունից։ Տրամաբանությունը հուշում է, որ պետք է այդպես լինի, բայց մենք պետք է նաև ընդգծենք, որ այդ տրամաբանությունը միշտ չի, որ մեր օրերում հաղթում է։ Սեդա Սաֆարյանի կանխակալ վերաբերմունքի հիմնավորումներից մեկն էլ այն է, որ Սաֆարյանը 2021-ի ընտրությունների ժամանակ Բաբաջանյան-Շիրինյան դաշինքի ցուցակով падգամավորի տեխնացու է եղել, իսկ Արման Բաբաջանյանը հունիսի 26-ի գործի դիմումատուներից մեկն է։ Դա այն է Սաֆարյանի մասնակցությունը խնդրահարույց են համարում նաև Բարգավաճ Հայաստան եւ ԴՕԿ կուսակցությունները։ Ուժեղ Հայաստան դաշինքը նույնպես դիմում է պատրաստում Սաֆարյանի մասնակցությունը չեղարկելու պահանջով։ Այսօր հայտնի է դարձել, որ Սահմանադրական դատարանը գործի քննությանը որպես երրորդ անձ նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցությանն է ներգրավել։ Ուրբաթ ԿՊԱ-ականները նույնպես բացատրություններ տալու հնարավորություն կունենան։ Քանի որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը էական ազդեցություն է ունեցել ամբողջ նախընտրական եւ հետընտրական process-ների ժամանակ եւ կան հարցեր, որոնք անմիջականորեն վերաբերելու են քաղաքացիական պայմանագրին, Քաղաքացիական պայմանագրի կողմից ենթադրյալ ընտրախախտումների մասին բազմաթիվ ահազանգեր ունի Հայաստան դաշինքը, մի քանիսը թվարկում է Սողոյանը։ Մենք վիճարկում ենք նախընտրական քարոզարշավի ժամանակ իրենց տրամաբանական ծախսերը եւ դրանց արտացոլման հավաստիությունը։ Մեր արգումենտներից մեկն էլ է, որ իրենք անհամաչափ թույլատրելիից ավելի ծախսեր են կատարել, հաջորդը, որ ասում ենք լայնածավալ վարչական ռեսուրս է կիրառվել։ Ուրբաթ հիմնական պատասխանողը կենտրոնական ընտրական հանձնաժողովն է լինելու։ ՍԴ-ի այսօրվա որոշումից հայտնի է դարձել, որ հարակից պատասխանողներ են նաև դատախազությունը, ներքին գործերի նախարարությունը եւ հակակոռուպցիոն կոմիտեն։ Բարձր դատարանը գործով զեկուցող նշանակել է Էդգար Շաթիրյանին, դատավոր Շաթիրյանը ըստ տարբեր խոսակցությունների ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համակուրսեցին է։ Ալբերտ Սելոփյան, Նորայր Շարբաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։